Ողջունում եմ ձեզ աճ անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի հետևորդներ, երկրպագուներ, իմ անունս Մարիաննա Աբովյան է, ես հոգեբան եմ, կախյալների համար վերականգնողական կենտրոնի ծրագրային ղեկավարն եմ։ Այսօր կխոսենք փոխկախյալության մասին։ Միգուցե ձեզ ծանոթ է այս բառը, միգուցե երևույթն է ծանոթ, շատ արդիական է նա այսօր։ Ամենատարածված խնդիրներից մեկն է, որով դիմում են հոգեբանի։ Ինչու է այդքան արդիական։ Խանգարում է մարդու լիարժեք կյանքի ընթացքին։ Վերաբերվում է որոշ մարդկանց, ոչ միայն առանձին մարդկանց, նաև ամբողջ հասարակության ընդհանուր առմամբ, որը ստեղծում է բարենպաստ պայմաններ, որ ընտանիքում լինի փոխկախյալ հարաբերություններ և փոխանցվի սերնդից ծերունդ։ Փոխկախյալությունը, մենք խոսենք այսօր նրա մասին, թե ինչ է փոխկախյալությունը, ինչպես է, որտեղից է առաջանում, ինչպես ճանաչել և ինչպես հաղթահարել այն։ Ինչպես իմանալ, ինչպես ճանաչել, որ ինչպիսին են փոխկախյալները։ Նրանք միշտ կարիք ունեն, որ ուրիշները իրենց գովաբանեն, ուրիշները իրենց ընդունեն և միշտ հարաբերությունների մեջ փորձում են գոհացնել այլ մարդուն, իրենց անզոր են զգում որևիցե բան փոխելու, իրականում չեն ճանաչում իրենց իսկական ցանկությունները և պահանջմունքները և անընդհատ կարիք ունեն, որ իրենց շոյեն, իրենց գովեն, ինչպես ասեցի, և ունակ չեն իրականում զգալ իրական սիրո և մոտերմության զգացումը։ Կարճ ասած, ինչ է նշանակում փոխկախյալ հարաբերություններ, փոխկախյալ անձ։ Դա մի անձնավորություն է փոխկախյալը, որի նպատակները, զգացմունքները կապված են ուրիշ մարդուց, այսինքն իր սեփական զգացմունքները, իր սեփական ցանկությունները, պահանջմունքները չի ճանաչում այդ մարդը ու տեղ չի տալիս իր ցանկություններին և զգացմունքներին։ Օրինակ, դուք շատ կճանաչեք իրականում այն, ինչ որ մեր կենցաղում կատարվում է, որտեղ մշակույթով մեր նաև պայմանավորված շատ նման բաներ կան։ Օրինակ, եթե իմ ընկերս տխուր է, ես իրավունք չունեմ ուրախանալու։ Եթե տանը հիվանդ մարդ կա, պետք է բոլորս ոնց որ կարծես թե հիվանդի գոնե դերը վերցնենք, ձև անենք, որ հիվանդ ենք։ Եթե հանկարծ իմ ընկերս հեռացավ, ընկերս կամ ամուսինս հեռացավ, ես չեմ կարողանա, կյանքս կվերջանա, չեմ կարողանա ապրել։ Այսինքն փոխկախյալ անձնավորությունը իր պահանջմունքները չի ապրում, նա ապրում է ուրիշի պահանջմունքները, կարծես թե դա իրանն են։ Ուրիշի հիվանդությունը ինքն է ապրում, չզատելով, որ սա ուրիշն է հիվանդ, շատ հաճախ դա լինում է ծնող երեխա հարաբերությունների մեջ, շատ հաճախ դա լինում է մեր իրականության մեջ, շատ հաճախ դա լինում է և ընտանիքներում, ամուսինների միջև։ Այդ ծնող երեխա, որ ասում եմ, այդ չի նշանակում փոքր երեխաների, որոնք առանց ծնողի ապրել չեն կարող։ Ես ասում եմ նույնիսկ, երբ որ երբեմն դիմում են, ասում են, երեխայիս համար եմ զանգ տալիս, ասում եմ, երեխան քանի տարեկան է, ասում է 35 օրինակ, այսինքն դա արդեն առողջ հարաբերություններ չեն։ Ձևավորվում են հարաբերություններ, որոնք հեչ առողջի նման մի բան չի, երբ որ մարդ լրիվ լուծվում է ուրիշ անձնավորության մեջ, մոռանալով սեփական նպատակները, սեփական ցանկությունները, ու սա էլ մի տեսակ է, որ վերահսկելն է դառնում այլ մարդուն օգնություն ցույց տալու փոխարեն, աջակցելու փոխարեն, և այդ վերահսկումը դառնում է փոխկախյալի համար իր կյանքի իմաստը։ Ինչն է պատճառը փոխկախյալ հարաբերությունների։
Այս հարաբերությունները հիմնականում հաճախ եւ ձևավորվում են մանուկ ժամանակ, շատ կապված է նրան հետ, թե ինչպիսին են եղել հարաբերությունները ծնողական ընտանիքում, ինչպես են մտերիմները իրար վերաբերվել, ինչպես են վերաբերվել իրար հաջողություններին, անհաջողություններին, արդյոք էմոցիոնալ առումով հասանելի են եղել ծնողները, թե ոչ, ինչքանով ազատություն են տվել երեխային այն առումով, ինչքան որ երեխան ունակ է դրսևորել օգտագործել իր ազատությունը, շատ հաճախ կարելի է տեսնել մեր փողոցներում էլ կարող եք նկատել, որ ասենք թե մի, չգիտեմ, 8-9-10 տարեկան երեխան կանգնած է եւ իր ծեր տատիկը կամ ծնողը կռացած իր կոշիկի կապերն է կապում, համաձայնեք, որ այդ, չգիտեմ, 4 տարեկանից վերև արդեն երեխան ունակ է կապել իր կոշիկների կապիչը եւ երբ որ ծնողը անում է դա երեխայի փոխարեն, այսպիսի մի իրավիճակ է ստեղծվում, որ երեխան իր անզորության զգացողությունն է ապրում, այսինքն ես ունակ չեմ պարզ բաներ անել ինձ համար, իմ հոգսերը հոգալու համար, մյուսը, որ եթե սիրո պակաս է լինում ընտանիքի մեջ, մոր կողմից, հոր կողմից, որովհետև երբ որ երեխան շատ փոքր տարիքում երեխան ու մայրը շատ իրար հետ կապված են եւ ծնողի բացակայությունը, մասնավորապես մոր, երեխայի համար մահվան նման է, այսինքն շատ փոքր երեխան բնականաբար կախված է իր մորից, կախված է իր կյանքը պայմանավորված է մոր հոգատարությամբ, միանշանակ այդ փոխկախվածության պարագան արկա է եւ առողջ է այդ տարիքում, բայց երբ որ երեխան մեծանում է, այդ առանձնացման գործընթացը պարտադիր պետք է լինի, որ երեխան մեծանա ինքնուրույն եւ ունակ երեխա, ունակ, հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե ընտանիքում կա որևիցե ձևի բռնություն, լինի դա էմոցիոնալ բռնություն, լինի դա ֆիզիկական բռնություն, կամ եթե ընտանիքում կա կախվածություն ունեցող անձնավորություն, հավանականությունը, որ կախվածություն փոխկախյալ ընտանիք կլինի, նման հարաբերություններ կլինեն, շատ բարձր է, օրինակ, եթե ընտանիքում կա կախվածություն ունեցող անձնավորություն, որը ժամանակի ընթացքում ըստ իր հիվանդության զարգացման ընթացքում իր պարտականությունները կամաց վայր է դնում եւ օրինակ, ասենք թե հայրը կախյալ է, մայրը կամաց հոր գործառույթները վերցնում է եւ իր կապը երեխաների հետ փոխվում է, հարաբերությունները ընտանիքում փոխվում են եւ ընթացքը փոխվում է, երեխաները դա տեսնում են, սովորում են եւ սովորում են, թե ոնց են հարաբերվում ծնողները, ոնց է մայրը վերցնում այն գործերը, այն պարտականությունները, որը հայրը պետք է կատարվեր, ասեմ ձեզ, որ նշանակություն չունի այստեղ հայրն է կախվածություն ունի, թե մայրը, հա, այսինքն մյուս ծնողի մասին է խոսքը եւ ընտանիքը ընկնում է այսպես մի դիսֆունկցիոնալ, հա, ասում ենք մենք հոգեբաններս, դիսֆունկցիոնալ ընթացքի մեջ ու այս ամենադժվար պահը այն է, որ նման հարաբերությունների մեջ մեծացած երեխան, երբ որ ինքը մեծանում է, ինքը ուղղակիորեն կարող է արտատպել իր հարաբերությունները իր սեփական ընտանիքում չգիտակցված ինչպես ճանաչել, ինչպես զատել փոխկախյալ են հարաբերությունները, թե առողջ են, փոխկախյալ հարաբերություններում մարդիկ ունակ չեն առանձին գործել, նրանք օգտագործում են միմյանց իրենց պահանջմունքները բավարարելու համար, լինի դա ֆինանսական կայունություն, լինի դա կարևորության զգացողությունը եւ անվտանգության զգացողությունը,
լինի դա կառավարելու ցանկությունը ու բացի նրանից որ մարդ զբաղվի ինքը իրանով իր պահանջմունքներով հենարանը գտնի իր մեջ, հա, իր համար հենարան իր մեջ, իրանք տեսնում են ուրիշ մարդկանց մեջ իրենց հիմնական ուրախության եւ տխրության աղբյուրը Փոխկախյալ մարդկանց համար այսպիսի մի համոզմունք ունեն, որ հարաբերությունները ամենակարևոր մի բանն է կյանքում։ Այո, հարաբերությունները կարևոր բան է, բայց հարաբերություններից բացի մարդ կարող է ունենալ իր կյանքում շատ տարբեր նաև, հա, բաներ, լինի դա աշխատանքը, լինի դա հոբին, նախասիրություն ասածը, լինի դա ճանապարհորդությունը, օրինակ, հա, շատ տարբեր բաներ կարող են լինել։ Փոխկախյալի համար, եթե ինքը չունի հարաբերություններ, ուրեմն ինքը ինքնագնահատականը կտրուկ ընկնում է, ու ուրեմն ինքը մարդ չի, ինքը այն մարդը չի, ում հետ կարելի է շփվել, ունենում են շատ միջանձնային հարաբերությունների խնդիրներ, ուղղակի խնդիրներ։ Այսպիսով ինչ է փոխկախյալ հարաբերությունները, սա մի վիճակ է, երբ մեկ մարդը իր խոսքը հիմա ասենք զույգի մասին է գնում, հա, եւ պարտներներից մեկը անընդհատ զոհաբերում է իր հետաքրքրություններով, իր պահանջմունքներով մյուսի համար, ինչքան հնարավոր է դա անել, հա, դա իհարկե ի վերջո բերում է էմոցիոնալ եւ հոգեկան դիսբալանսի ու այդ նշանները փոխկախյալության հարաբերությունների կարող են դրսևորվել շատ տարբեր իրավիճակներում եւ կարեւոր է որ շուտ ճանաչել այդ սիմպտոմները Առաջի սիմպտոմը ինչի մասին կուզենայի խոսել դա էմոցիոնալ կախվածությունն է Երբ որ զուգընկերներից մեկը կամ ամուսիններից մեկը անընդհատ պահանջմունք ունի, որ լսի, որ ինքը լավն է, որ ինքը լավ գործ է անում, որ ինքը արժանի է, որ այդ բառերը իր համար անհրաժեշտ են, որ ինքը կարողանա իրան արժեքավոր անձնավորություն զգա տվյալ անձի համար կամ ընտանիքի համար։ Եթե դա չի լինում, փոխկախյալ անձնավորությունը կարող է ունենալ շատ բարձր տագնապայնություն եւ վախ ունենա, որ իրան կքննադատեն եւ իրեն չեն ընդունի։ Մյուսը դա անընդհատ հոգատարությունն է եւ վերահսկողությունը։ Վերահսկողությունը դա մի հատ էսենց անհրաժեշտ մի հատ գործողություն է, որը պետք է փոխկախյալը իրականացնի իր տագնապը իջեցնելու համար անընդհատ փոխկախյալ զուգընկերը փորձում է հոգ տանել ուրիշի համար մոռանալով իր սեփական կարիքները, հա մշտական ձևով այդ գործողությունը անելու հետաքրքրությունները կարող է զգա պատասխանատվություն ուրիշի երջանկության համար, իր զուգընկերոջ բարեկեցության համար, բայց ոչ իր սեփական։ Իր սեփական ցանկությունները, սեփական երջանկությունը դա վերջին տեղումն է։ Այսպիսի հետաքրքիր իրավիճակ եղավ այս վերջերս այցելուներիցս մեկին հարցրեցի, այսինքն փոխկախյալության պարագան նկատելով, ասեցի քո կյանքում դու որտեղն ես գրավում այնպես զարմացավ մեծ մարդ էր այցելուն այսինքն ինքը աշխատանք ունի ինքը հաջողություններ ունի աշխատանքում բայց այդ միտքը թե իր կյանքում ամենակարևոր մարդը ով է երբեք այդ հարցը չէր տվել որտեվ ամբողջ կյանք ապրել է ուրիշի համար սպասելիքներով, այսինքն ուստեղ sense մի հատ պահ կա, որ երբ որ դու տալիս ես ինչ-որ մեկին քո անընդհատ տալիս ես, ակնկալում ես, որ ինքն է պետք է քեզ վերադարձնի դա, բայց դա այդպես չի, այդ քո ակնկալիքն է, փոխկախյալի ակնկալիքն է։ Ստեղ ուրիշ մի սիմպտոմի մասին կուզեմ խոսեմ, որ մենակ մնալու վախն է, միայնակ մնալու վախը, հա։ Շատ վախենում են
մարդով փոխկախյալ է այսինքն այդ կոնտրոլի իր վերահսկողության եւ գիպերհոգատարության միջոցով փորձում է կապի իր զուգընկերոջը որ հանգարց իրան չթողնի հեռանա ու ինքը մենակ չմնա այդ կարող է այդ մի հատ sense շատ լավ գործիք է որ բոլորին նստածնես վզիդ ու ամբողջ կյանքդ մանտաս ինչքան որ դիմանաս բայց գալիս է մի պահ որ մարդ ունենում է էմոցիոնալ այրման այսպես ասած էֆեկտն է տեղի ունենում եւ ասում են համբերությունը վերջացավ բայց կամ լինում են որոշակի մարմնային արդեն հիվանդությունների ձևով դրսևորումներ մյուս սիմպտոմը որի մասին կուզենայի ասեի դա ինքնազոհաբերելու այդ պարագան է որ անընդհատ մարդ պատրաստ է որ իրան զոհաբերի որ մեր լեզվով ասած ուրիշին մատաղ լինի հա ոնց որ ուրիշի երազանքներով ապրի ուրիշի պլանների համար ապրի այսպիսով կորցնել իր անհատականությունը, կորցնելով իր բավարարվածությունը սեփական կյանքով։ Գալիս է մի պահ, որ մարդ արդեն տարիքում հասնում է, բայց ես ինչ էի անում ամբողջ կյանքս, ես ունեի երազանքներ, որ հիմա արդեն հասել եմ այս տարիքից ու տենց էլ չփորձեցի, որ դրանք իրականացնել։ Շատ տխուր այսպիսի մի իրավիճակ է ստեղծվում հուսախաբության, հուսահատության, ինքդ քո մասին վատ ցածր մտածելու մասին, համապատասխանաբար այդ ցածր ինքնագնահատականի մասին կուզեմ ասեմ, որ հարաբերությունների երկու կողմն էլ հաճախ ինքնագնահատականի խնդիր են ունենում, այ ոնց որ երբ մեկը շատ մեծ չափից ավել հոգատարություն է տանում մյուսի համար, ես մի տարի, որ երբ որ երիտասարդ էի մի տարիքով կին մի հատ արտահայտություն արեց ու սենց մխրճվել է ուղակի մտքիս մեջ, ասում այն կանայք, որ իրենց ամուսիններին նույնիսկ ասենք ափսեն են դնում, դանակ պատրակաղն են դնում, ճաշը իրանք պետք է դնեն, ամուսինին չեն թույլ տալիս ու ամուսինը ասում է ես չեմ կարա, կինս պետք է գանի, ասում իրենք հատուկ են անում տենց, որ կինը իրանցից կախված մնա, ամուսինը իրանցից կախված լինի ու իրանք կարողանան չթողնի գնա հանգարց, ու միշտ իր հետ լինի որովհետև ինքը իրան մի ամանճաշ չի կարողանում լցնի դնի իր ուտի այսքան տեսեք ես ինքնագնահատականի մասին եմ ասում մարդ ինչքան կարող է գա ինչ-որ մի վիճակի երբ որ ունակ չլինի պարզ բաներ անել նույնը վերադառնալով այն պահին որ ծնողը կարող է կռանա մեծ տարիքով երեխային, արդեն բավական մեծ, ինքը իր կոշիկները կոչկի, որ կամ բաճկոնը հագցնելուց ինքը կապի այդ բաճկոնը կամ այդ կնոպկաները կոչկի, երեխան այսպես կանգնած է, ոնց որ թե ինքը մանիկեն լինի, ինքը ոչ չի կարող շարժվի, ինքը չի կարող իր գլխարկը հագնի իրան կոչկի։ Այս մի բաներ են, որ մեր իրականության մեջ շատ հաճախ ենք մենք տեսնում, իրոք, եթե ուշադրություն դարձնենք, միգուցե ինչ-որ մարդիկ իրենց ճանաչում են։ Իհարկե, այս բոլոր սիմպտոմները կարող է միաժամանակ շատ ցայտուն չերևան, ու դա կարող է մեկը մի քիչ ավել լինի, մեկը մի քիչ պակաս լինի, բայց ի վերջո ընդհանուր առմամբ, հա, եթե այսպես ասենք, դիստրուկտիվ ազդեցություն կա ամեն անձի բարեկեցության վրա եւ ֆիզիկական եւ էմոցիոնալ առողջության վրա իրականում հասկանալը ինչ է փոխկախյալ հարաբերությունները կարեւոր է որ անդրադառնաս դրան ճանաչես ու փորձես տեսնել քո մոտ կա արդյոք թե չկա որ կարողանաս փոփոխություններ անել եթե մի բան դուրս չի գալիս Այստեղ կարևոր է հասկանալ, որ փոխկախյալությունը դա այսպես ասած վերջնական ինչ-որ մի հատ ճակատագրային անփոփոխ մի բան չի, հնարավոր է փոփոխություններ անել սեփական կյանքում, հարաբերությունների մեջ,
ու շատ կարևոր է որ դիմել մասնագետի, որ մասնագետի օգնությամբ անել այդ փոփոխությունները, որովհետև իրականում այս հիվանդությունը, երբ որ շատ մանկուց է գալիս, հիմա ես դրա մասին կխոսեմ, թե ու փոխելը շատ ժամանակ մենք իրանց ուղղակի չենք ճանաչում որպես փոխկախյալություն, հետ դառնալով կամ տեսնելով ուրիշների կյանքը, ուրիշների ռեալիզացված լինելը, ուրիշների երազանքի հետևից գնալը, նոր սկսում ենք հասկանալ, որ մեր կյանքում մի բան են չի, բայց ինչ են չի իրականում չեն, ոնց որ միշտ չի, որ մարդ կարողանում է տեղը բերի, դրա համար Արեստավար Շոքեբանի միջամտությունը շատ կարևոր է, որ օգնի ձեզ այս ճանապարհը անցնել, որը շատ հեշտ գործ չի։ Ինչպես ճանաչել հարաբերությունները փոխկախյալ են թե առողջ են, հա, որովհետև փոխկախյալությունը դա ոչ միայն կապվածության մի բան է, այլ հիվանդագին մի հատ վիճակ է, որովհետև կապվածությունը իրականում, հա, ինչ որ մի չափի փոխկախյալություն իրարից ընտանիքում դա միշտ լինում է, որովհետև մարդիկ ընտանիքում կիսում են պարտականությունները, եթե դու հացը չբերես, մենք սոված կմնանք, եթե ես ճաշը չպատրաստեմ, հա, կամ եթե ես տները չմաքրեմ, ոնց որ որոշել ենք, տունը անմաքուր կլինի, ու փորձենք հասկանալ, թե ինչով են տարբերվում փոխկախյալ հարաբերությունները առողջ հարաբերություններից։ Մի քանի կետով նշեմ, դա առաջին ինչի մասին կուզեմ խոսեմ, դա անձնական սահմաններն են։ Առողջ հարաբերություններում պարտներները հարգում են միմյանց սահմանները, շատ պարզ մի հատ օրինակ եմ ուզում բերել, երբ որ օրինակ երեխան արդեն շատ փոքր չի, երեխան արդեն դեռահաս է կամ ինչ-որ մի տարիքից հետո ինքը ունի իր սենյակ եւ ծնողը ներս մտնելուց կարիք կա որ դուռը ծեծի, որովհետև երեխան իր գործով զբաղված, հարցը նրա մասին չի, որ չիմանամ կամ չտեսնեմ կամ բռնացնեմ, հա, երբ որ ես փորձում եմ ինչ-որ բան բռնացնել, ես ուղղակի ներխուժում եմ սահմաններ եմ կոտրում, բայց այդտեղ կարևորը այնա, որ երեխան ինքը իր սենյակում ապահով զգա կամ անձը իր տանը մեջ ապահով զգա, ունենա իր համար անձնական տարածք, կարողանա իր հետաքրքրությունները ունենա անձնական, ժամանակը ունենա անձնական, որը շատ կարևոր է։ Փոխկախյալ հարաբերություններում սահմանները շատ լղոզված են կամ անտեսվում են, ու այդ բերում է նրան, որ հաճախ մարդ ապրելով նույն տան մեջ ինքը ոնց որ խեղդվի, ուզում է անընդհատ փախնի, անընդհատ ուզում է ինչ-որ միտեղ գցի իրան, որ դուրս գա տեղից, որովհետև սահման չկա։ Նման իրավիճակներ շատ եղել է, երբ որ ֆիզիկական սահմանների հնարավորություն չի եղել, երբ որ մեր մեծերը 100 հոգով մի սենյակում ապրել են։ Շատ դժվար է եղել, կարծում եմ, որ դուք լսել եք այդ պատմությունները, գիտեք, պատկերացնում եք ոնց է լինում, հա, դրա համար թեկուզ ֆիզիկական սահմանները պահելու համար երիտասարդները հիմա ամուսնանալուց հետո աշխատում են գնան առանձին ապրեն, որ իրանց ընտանիքի, իրանց մոդելը ստեղծեն, իրանց առանձին հարաբերությունները կառուցեն։ Մյուս ինչ նշանով կարող ենք իրար ուրեմն ճանաչել առողջ հարաբերությունները հիվանդ հարաբերություններից, դա էմոցիոնալ աջակցությունն է։ Դա կարող է տեղի ունենալ անկախ նրանից, այսինքն տեղի ունենալ աջակցությունը, հա, անկախ նրանից, թե ես ինչ եմ, ես կարող եմ տխուր լինեմ, բայց տեսնեմ, որ դիմացինս մի հաջողության է հասել, ուրախանամ իր համար, աջակցեմ իրան այդ արած գործողության համար։ Փոխկախյալ հարաբերություններում, եթե երկու պարտներներ կարիք ունեն աջակցության, ու երբ որ մեկը հաջողություն է ունենում, մյուսը վախենալով, որ հեսա իր գործերը լավ կլինի, ինքը կթողի կգնա, փորձում է մարի, ոչ թե առաջ տանի, այլ շատ թույլ տա, որ ոգևորվի, ոնց անեմ, գնա սխրանքներ գործի իր զուգընկերը։
ինքնագնահատականը ու ինքնահարգանքը կարևոր է, հա, առողջ հարաբերություններում յուրաքանչյուր անձ իր մասին գիտի, իր ուժեղ կողմերը, թույլ կողմերը, ինքը իրան հարգում է, ինքը հարգում է իր ցանկությունները, իր հետաքրքրությունը, իր ժամանակը, իր արժեքները ունի։ Ստեղ sense մի հետաքրքիր բան կա, ընտանիքներ կան, որ ես ինքս ճանաչում եմ տենց ընտանիք, որոնք ունեցել են իրենց ծնողներն էլ տարբեր քաղաքական հայացքներ, բայց իրանք շատ լավ ընտանիք են դարձել։ Այդ ընտանիքը, որի մասին ես ասում եմ, առնվազն մի 50 տարի իրար հետ են ապրում։ Ոնց են արել։ Ստեղ մի հատ կարևոր sense մի բան կա։ Սահմանն են պահում, թեմաներ կա, որ դրա մասին չեն խոսում, եւ իրար նկատմամբ էմոցիոնալ բռնություն չեն անում, էմոցիոնալ, այսինքն չեն թույլ տալիս մյուսին նսեմացնել, ամեն հարցում սխալ գտնել եւ այլն, այսինքն նպատակ ունեն պահպանելու հարաբերությունները եւ գնում են այդ նպատակի, ու դրան շատ օգնում է, երբ որ մարդ իր մասին գիտի, դիմացինի մասին գիտի, ու փորձում է գտնել նրա հետ այն սահմանները, այն կողմով իրար շուռ գալ, որը նպաստում է միմյանց հետ շփվելու, միմյանց հետ բարի դրացիական նորմալ մտերիմիկ հարաբերություններ կառուցելու։ Շատ կարևոր է նաև հոգատարությունը ինքդ քո մասին։ Տեսեք, ես սկզբից էլ ասեցի, հիմա էլ դրան եմ անդրադառնում, որ փոխկախյալ հարաբերությունների մեջ փոխկախյալ անձնավորությունը ինքը իր մասին հոգ չի տանում, որտեվ ինքը կարևոր չի իր կյանքում։ Կարևորը ուրիշն է։ Կարևորը երեխեքն են, կարևորը կիսուրն է, կեսրարն է, ամուսինն է, բայց ինքը ամենավերջում, եթե չմոռացավ վրենել հալ մնաց, ինքը կարող է իր համար մի բան անի։ Ստեղ նորից մենք գալիս ենք նրա համար, նրան, որ ինքդ քո մասին հոգ տանելը շատ կարևոր մի պարագա է, որովհետև ամենալավը թե քեզ ինչա պետք, դու գիտես, ինչքան էլ ուրիշը փորձի քեզ այդ լավությունը անի, միևնույնն է, ինքը դու չես, ուստեղ կարևոր է, որ ես ինքս իմ մասին կարողանամ հոգ տանեմ, իմանամ ինչ է ինձ պետք, ֆիզիկապես լավ լինելու համար ինձ ինչա պետք, առավոտ շուտ զարթնեմ, երեկոյան շուտ քնեմ, առավոտ դուրս գամ քայլեմ, կամ մարզանք անեմ, սպորտի գնամ, հա, ու եթե ասենք թե փոխկախյալ ընտանիքում ոնց է, դու գնում ես սպորտի, ժամանակ ես ծախսում, ավելի լավ է տունը մնայիր, գործ անեիր, բայց այն որ այդ գործ անելու համար ուժ չունի այդ մարդը, որ ինքը իրան լավ չի զգում, ֆիզիկապես սկսում է տկարանալ, հա, այդ շատ հաճախ անտեսվում է կամ հաշվի չի առնվում։ Մյուս բանը դա կոնֆլիկտների լուծումն է։ Կոնֆլիկտները սենց մի հատ նուրբ մոմենտ է, որ ոնց են լուծվում կոնֆլիկտները։ Ընտանիքներ կան, որ միշտ մեկը մեղավոր է։ Ընտանիքներ էլ կան, որ փորձում են գտնել այնպիսի լուծումներ, որը երկուսի համար էլ դրականով է անդրադառնում։ Երկու կողմն էլ բավարարված են դուրս գալիս։ Դա իհարկե առողջ կոնստրուկտիվ լուծման ձև է, ու դա բնորոշ է առողջ ընտանիքներին, առողջ հարաբերություններին։ Ընդ որում ասեմ ձեզ, լինեն դա ընտանեկան հարաբերություններ, լինեն դա ընկերական հարաբերություններ, իրականում ընկերական հարաբերություններում էլ հաճախ փոխկախյալություն է լինում։ Ազատությունը եւ անկախությունը ինչ առումով, երբ որ անձը ճանաչում է իրան, գիտի իրան ինչա պետք, հա, իր կյանքի, իր երջանկության համար, գիտի իր առողջության համար ինչա պետք, էմոցիոնալ առողջության, ֆիզիկական առողջության, հոգեկան առողջության համար ինչա իրան պետք, ունի այդ ազատությունը իրականացնելու դա։ Կարող եք ասել, այդ ազատությունը անելու համար գումարներ են պետք։ Իրականում չէ։ Եթե մեկը սիրում է ապարել, ինքը եթե ներքին ազատությունը ունի, ցանկությունը ունի,
ինքը կարա իր տանը դա իրականացնի, դրանից գումար պետք չի։ Եթե երաժշտություններ չունի, կարա ինքը երգի։ Եթե ուզում է լավ տրամադրություն ունենա, ինքը կարևոր է որ իմանա իր տրամադրությունը ինչից է լավանում։ Փոխկախյալ հարաբերությունների մեջ հաճախ փոխկախյալ իմանում է իր ընկերոջ տրամադրությունը ինչից կլավանա, բայց իրանը ինչից կլավանա կարող է եւ չիմանա, որովհետեւ ամենակարևոր մարդը իր կյանքում ինքը չի, այլ ուրիշն է։ Իր տրամադրությունը արդյունքը ուրիշի վիճակի, ինքը ուրախ է, ես ուրախ եմ։ Մենք շատ ենք հաճախ ենք լսում, որ ասում են, եթե դու լավ ես, ես էլ եմ լավ, եթե դու ուրախանում ես, ես էլ եմ ուրախ։ Սա էլ, գիտեք, այս ամեն ինչ որ ասում ենք, երկու կողմ ունի, չափի մեջ ամեն ինչ լավ է։ Շատ բարակ է այդ գիծը, երբ որ մենք անցնում ենք առողջ հարաբերություններից դեպի փոխկախյալ հարաբերություններ։ Անդրադառնանք նրան, թե ինչն է պատճառը այդ փոխկախյալ հարաբերությունների։ Սա իրականում բարդ երևույթ է փոխկախյալությունը եւ արմատները կարող է խորը մանկություն գնան։ Երբ որ երեխան իրեն ունենում է տրավմատիկ ապրումներ կամ ունենում է էմոցիոնալ անկայուն միջավայր, որտեղ մեծանում է, երեխան փորձում է ամեն ինչ վերահսկողության տակ պահել, որ խուսափի ցավը եւ խուսափի վախ։ Մի անգամ որ լինում է, երեխան արդեն աշխատում է ամեն ինչ անի, որ այդ ցավը այլևս չկրկնվի իր կյանքում։ Ու փորձում է վերահսկել։ Փոխկախյալության մեջ վերահսկելը կարևոր մի հատ երևույթ է։ Փոխկախյալ անձնավորությունը իր այդ ամեն լավ բաները անելով, կամենալով, գործողությունները իրականացնելով, իրականացնում է վերահսկողություն։ Երեխան, որ ունի նման տրավմատիկ ապրումներ, ասենք թե եթե տանը կա կախվածություն ունեցող անձնավորություն կամ հոգեկան խնդիր ունեցող անձնավորություն, միանշանակ երեխան կարող է ունենալ ծանր էմոցիոնալ ապրումներ, սարսափ ապրի, անապահովության զգացողություն ունենա, որը երեխայի համար անտանելի են։ Ինքը ամեն ինչ փորձելու անի, որ նորից չապրի այդ զգացողությունը։ Դրա համար ինքը պետք է վերահսկի։ Մյուսը դա, երբ որ երեխայի կամ ընտանիքի անձնական սահմանները խախտվում է։ Շատ ընտանիքներ կան, որ մեր իրականության մեջ, որ ծնողները սահմանները չեն դնում երեխաների հետ, չեն հասկանում ինչ է նշանակում սահմաններ ունենալ երեխայի հետ, հա, այսինքն օրինակ բաներ կա, որ զրույցներ կա, որ երեխայի ներկայությամբ պետք չի անել, գործողություններ կա, որ երեխայի ներկայությամբ պետք չի անել, երեխային պետք է տրվի այն ինչ որ երեխայի համար է, մեծերը առանձին իրանց մեծական գործերը եւ մեծական խոսքերը, մեծական զրույցները պետք է անեն, մեծական գործողություններ անել։ Ընտանիքներ կան, որ նման բաների չեն անդրադառնում, չեն մտածում, որ դա կարող է խնդիր առաջացնի երեխայի համար։ Օրինակ, այսպիսի մի նաև բան, որ դեռահասներին ու դեռահասները օրագիր են կարդում, գրում իրենց օրվա կամ սիրահարվածության, մեկ էլ ծնողը վերցնում է, բացում է ու սկսում է կարդալ ու հետո սկսում է հարցեր լուծել իր համար, երեխայի հետ կամ դա միանշանակ անձնական սահմանները խախտելու մի երևույթ է։ Մյուսը, երբ որ ընտանիքում կա վարքի նման փոխկախյալ հարաբերություններ կամ կան դեստրուկտիվ վարք, դեստրուկտիվ հարաբերություններ է դրսևորվում, կախյալ կա եւ կախյալության հետևանքով առաջացող վարք է դրսևորվում։ Այսպիսի մի բան կա, որ կախյալության հետ կապված, որ եթե մեկը ապրում է
ալկոհոլիկի խաղամոլի կամ թմրամոլի հետ 4 ամիս նա դառնում է միանշանակ ունենում է փոխկախյալության նշաններ։ Ինչքանով դա խորն է լինում, դժվար է ասել, եթե հիմքեր կա շարունակում է, բայց փոխկախյալության նշաններ գնալով շատանում են արկա է լինում։ Եթե ընտանիքում եղել են որոշակի հարաբերություններ, պարզ է, որ երեխան անգիտակցաբար ուղղակի ոնց են ասում, copy-paste անում իր կյանքի մոդելի մեջ եւ իր հարաբերությունների մեջ։ Ու դա հետո սկսվում է, դա հետո դրսևորվում է տարիքով կյանքում արդեն, երբ որ մարդ մեծանում է իր մեծ հարաբերությունների մեջ դրսևորվում է։ Իրականում երեխան ուրիշ տարբերակ չունի, քան հաճոյանա իր ծնողներին, որտեղ ինքը ոչ մի բան չունի իր սիրուց բացի։ Բայց երբ որ երեխան մեծանում է, ինքը ունենում է գործ, փող, վերջապես հիպոթեկա ունենում իր կյանքում, հա, տարբեր շրջապատ է ունենում, ինքը արդեն կարող է, եթե գիտակցում է, փորձի չհաճոյանալ, այլ փորձել այլ վարք դրսևորել, այլ ձևի ապրել իր կյանքը։ Շատ հեշտ գործ չի, բայց հնարավոր է, մասնագետի միջոցով ավելի հեշտ, իհարկե ավելի դյուրին։ Պատճառներից շարունակեմ խոսել, դա ցածր ինքնագնահատականն է, երբ որ մարդ այն ոնց որ ասեցի, փորձում է հաճոյանալ ուրիշին, փորձում է բոլորին հաճոյանալ, դրանով կորցնելով իր անհատականությունը։ Իր մասին է սկսում վատ մտածել, եթե ինչ որևիցե մի բան չի ստացվում իր մոտ, այդ կոնտրոլը անելու հետևանքով ինքը նաև երազանցիկ է փորձում անել, բոլոր հարցերին լուծումներ տալ։ Ու ի վերջո, եթե տենց չի լինում, որ ամեն ինչ ստացվի, մի բան, որ չի ստացվում, արդեն ինքնագնահատականը իջնում է, ընկնում է վայր, հա, ու այդ ինքնավստահության պահը, որ հաջորդ քայլը անի, շատ դժվար է վերադառնում իր նորմայի մեջ, եթե վերադառնում է։ Ցանկությունը լինել կարևոր, լինել կարևոր անձնավորություն, լինել արժեքավոր մեկը, ընտանիքի առողջ ընտանիքների մեջ դա շատ, ինչպես ասեցի, արկա է, որ մարդիկ իրար համար կարևոր են, մարդիկ իրար համար նշանակալի անձնավորություններ են, անկախ նրանից, որ բայց եթե այդ մարդը չլինի, իմ կյանքս չի վերջանա, դա է տարբերությունը, այո, էլի կարևոր է, բայց եթե դու չլինես, իմ կյանքս չի վերջանա։ Փոխկախյալ հարաբերությունների մեջ այդպես չի, եթե դու չլինես, իմ կյանքս կվերջանա, այլ կյանքս իմաստ չի ունենա։ Ինչն է նաև պատճառներից մեկը, որ փոխկախյալ հարաբերություններ, մեր մշակույթում, մշակութային ու սոցիալական, ասենք, կյանքում շատ ոնց ասեմ, կուլտ է փոխկախյալ լինելը։ Այսինքն մեկը որ վատ է լինում, ամբողջ ընտանիքը գալիս է, փորձում է օգնել, այս մարդը ասում է, աղբիս ջան, հերիք չի, հերիք է, այսքան ինձ այսքան է պետք չի ինձ այսքան բան տալ, հա, այսքան ինձ լավություն անել, այդ լավություն անելը լավ բան է, բայց եթե դիմացին այդ լավության այդ կարիքը ունի, եթե ինքը չունի այդ լավության այդ կարիքը, այդ լավություն չի լինում, այդ լինում է լավություն պատճառել, հա, ոնց որ զորով բերես լավություն ուզենաս անես։ Նման բաները շատ ընդունված են մեր մշակույթի մեջ։ Ու եթե այդ հասնող ասածը, այդ լավություն անող ասածը դադարում ես լինել, այլ մարդ կարիք կունենա, ինքը քեզ կդիմի, կասի, որ ես այսինչ բանի կարիք ունեմ, խնդրում եմ ինձ օգնի, կամ տուր ինձ, կամ աջակցի ինձ այս հարցում։ Երբ որ մենք այդ հայցը չկա, մենք գալիս ենք, հասնում ենք ու այդ լավությունը ուզում ենք էլի անենք, ոչ մի լավ բանի չի բերում, ու հաճախ դա կոնֆլիկտների էլ կարող է բերի։ Այն մարդը, ում որ լավություն են անան, ասում է, ուֆ, երբ հապրծնելու գնա, պրծնենք իրանից։ Շատ ժամանակ այդ հարց լուծող մարդիկ, հա, որ գալիս են սկսում են ուրիշի ընտանիքում հարցեր լուծել,
կոնֆլիկտներ են առաջացնում։ Միգուցե այդ պահին չէ, բայց հետո հարաբերություններ են փչանում դրա պատճառով։ Ու վերջին փաստը, ինչի մասին կուզենայի, պատճառը ինչի մասին կուզենայի ասել, դա եթե տանը, ինչպես նշեցի վերը, կա կախվածություն ունեցող անձնավորություն, եթե տանը կա անձնավորությունով հոգեկան խնդիր ունի, եթե տանը կա ծանր հիվանդ մարդ, ով ամբողջ ընտանիքի կամ տվյալ փոխկախյալ անձի ուշադրությունը իր վրա է պահում եւ փոխկախյալի կյանքը պայմանավորված է լինում այդ հիվանդ անձնավորության լավ կամ վատ լինելով։ Նման բաներել ենք մենք շատ տեսնում, երբ որ ասենք օրինակ հիվանդ ծնող են խնամում կամ հիվանդ երեխա են ունենում ու տանից դուրս չեն գալիս, իրենց ոչ մի կարիք չեն, ոչ մի դրական բան իրենց կյանքում չի լինում, իրենց ոչ մի կարիք չեն հոգում, պարզ բաներ նույնիսկ, երբ որ մեկը ասում է, արի ես գամ մի քիչ նստեմ իր հետ, հիվանդը, այսինքն հիվանդ ծնողի հետ կամ ինչ-որ հիվանդի հետ, դու գնա մի քիչ հանգստացի կամ մի հատ ընկերուհիներիդ հանդիպի, ընկերներիդ հետ խոսի, գնա մի հատ դրական էմոցիա ստացի, չէ, ես չեմ կարող, երբ որ գնում են, ուշքն ու միտքը լինում է տանը, ոնց եղավ, ինչ եղավ, այդ տագնապը անընդհատ փոխկախյալության դրսևորումները շատ ակնհայտ են դառնում։ Իրականում փոխկախյալ մարդիկ հավատում են, որ եթե իրենք ճիշտ իրանց կպահեն, գտնեն ճիշտ բառեր ու ճիշտ գործողություններ անեն, իրանք կարող են լինեն իդեալական, այնպիսի անձնավորություն, որ իրանք բոլորը կսիրեն, որ իրանք աշխարհի հաջողություններ իրանք կհասնի։ Ներքուստ այդ համոզմունքը ոնց որ կա իրականում լինում է այդ մարդկանց մոտ։ Միգուցե հիմա այսօր ասում եմ ինքս ֆանտաստիկայի ժանրից է թվում, բայց եթե այդ համոզմունքը չկա, մարդ չի անում այդ բոլոր գործողությունները, որտեղ փոխկախյալ լինելն էլ այդքան հեշտ գործ չի։ Շատ լարվածություն է տալիս ու շատ ռեսուրս է գնում։ Մի բանի վրա, որ դու առանձնապես շատ ազդեցություն չունես։ Որովհետև ինչքան ուզում ես, ասենք թե երեխայի հետ վերահսկի, մեծ մարդուն երեխայի նկատի ունեմ, ասենք ամենափոքրին էլ նույնիսկ վերահսկելու պարագայում, երեխան ոնց ուզում է տենց է անում, սենց մի հատ կֆռցնի իր ձևի կդարսի ու կանին ենց ոնց որ ինքն է ուզում, էլ չեմ ասում մեծի պարագայում, որ ինքը մեկ հատ կանին ենց որոնց ուզում է, իր ուզած ձևով կպտտի ու փոխկախյալ անձնավորությունը սենց իր մասին ոչ մի լավ բան չի մտածի, որ ինքը ինչքան էլ փորձեց վերահսկի, ինչքան էլ փորձեց բոլորին ճիշտ ձևով դարսի ու խորթի, չստացվեց, ի վերջո չստացվեց, նա մեկը իր ուզածը արեց, ուստեղ մի հատ մեծ ռեսուրսի կորուստ է լինում, մեծ էներգիայի ուժի կորուստ է լինում, որ այդ մարդը կարող շատ ավելի արդյունավետ իր վրա ծախսեր, շատ ավելի կոնստրուկտիվ հարաբերություններ կառուցել դրանով, ինքը իրան լավ զգար եւ այլոք էլ իր շուրջը հանգստություն, խաղաղություն տարածեր իր շուրջը։ Փոխկախյալության հարաբերությունների հետ կապված ասեմ ձեզ, որ միայն դուրս գալ այս հարաբերություններից, շատ մարդիկ կան, որ բաժանվում են այս իրավիճակում, դրանով ոնց ասեմ, ամուսինը նման կնոջից փախնում է, բայց գնում է նորից ամուսնանում է ու նման մի կին է, նման հարաբերություններ է կառուցում, նորից ուրիշ մի տեսակի փոխկախյալ կին է գտնում։ Նույն փոխկախյալ կինը բաժանվելով, ասենք թե հեռանալով հիվանդություն ունեցող կամ կախվածություն ունեցող անձից, եթե ինքը իր վրա չի աշխատում, եթե ինքը անձնային աճ չի ունենում, եթե ինքը չի աշխատում իր փոխկախյալության հետ, ինքը գնում է նորից կախվածություն ունեցող անձնավորություն առնում ու նորից ստեղծում է նույն ձևի դիսֆունկցիոնալ հարաբերություններ։ Այսինքն ոչ մի գարանտիա չկա, որ այս հարաբերություններից դուրս եկար, գնաս նույն ձևի հարաբերությունների մեջ չես ընկնի, եթե դու քո վրա չես աշխատում, եթե դու քո անձնական փոփոխությունները չես անում, եթե քո կյանքում դու կարևոր անձնավորություն չես դառնում։ Այդ էլ մի հատ գործ է, այդ մի ճանապարհ է, որ մարդ պետք է անցնի իր համար անցնի, որ ուրիշներին էլ դրանից լավ լինի։ Հեշտ գործ չի,
միանգամից ասեմ, բայց հնարավոր է անցնել։ Քայլ առ քայլ, մասնագետի հետ միասին անելով գնում ես առաջ, փոխվում ես, ուրիշ ձևի ես սկսում տեսնել իրադարձությունները, որովհետև շուրջը չի փոխվում, աշխարհը չի փոխվում, բայց քո տեսածն է փոխվում, քո անդրադարձն է փոխվում, քո ռեակցիաներն է դրա վրա փոխվում, որը օգնում է քեզ, որ ավելի այլ կերպ քեզ զգաս, զգացմունքները տարբեր դառնան, ուրիշ ձևի դառնան, չվնասվես առաջի հերթին եւ երջանիկ լինելու շանս ունենաս։ Էսեներ, ինչ որ ես ուզում եի ձեզ ասեի, փոխկախյալության հետ պետք է աշխատել, ինչպես եւ կախյալության հետ պետք է աշխատել։ Եթե կուզեք ավելի մանրամասն ծանոթանաք այս երևույթի հետ, ճանաչեք ձեզ, հասկանաք ունեք դուք արդյոք այս խնդիրները թե չէ, եթե կուզենաք փոփոխություններ մտցնել ձեր կյանք, մենք ունենանք հետագայում արդեն ոչ օնլայն, այլ առկա հանդիպում, որի ժամանակ այս ամենի մասին մանրամասն կխոսենք, ավելի անհատական մոտեցում կցույց տանք եւ կարողանանք լուծումներ գտնել միասին, ճանապարհներ տեսնել եւ գնալ դեպի ավելի երջանիկ կյանք, ավելի ռեալիզացված անձնավորություն դառնանք, ի նպաստ ոչ միայն մեր ընտանիքի, ոչ միայն անձամբ ինձ, ոչ միայն իմ ընտանիքի, այլ նաեւ մեր ազգի, այլ նաեւ մեր պետության, որովհետև այս փոխկախյալ վիճակը ոչ միայն անձերինն է, նաև մեր պետությանն է, որ մենք անընդհատ նայում ենք սրա ձեռքին, նրա ձեռքին, սրա երեսին, նրա երեսին, նրանք մեզ ժպտացին, սրանք մեզ ուրախացան, սրանք ասեցին հակ օգնենք, բա մենք ինչ ենք անում մեր լավ անելու համար, մենք ինչ ենք անում, որ պինդ կանգնենք մեր ոտքերից, յուրաքանչյուրս մեր տեղը եթե մենք այդ գործը անենք, մենք կունենանք մեր ազատ, ռեալիզացված, մեր հիանալի Հայաստանը։ Այսենց ուզում եմ ավարտեմ մեր խոսքս, շնորհակալ եմ, որ միասին էինք, եթե հարցեր կունենեք համեցեք, գրեք, սիրով կպատասխանեմ, կամ կարող եք անձամբ գրել ինձ Մարիան Նաբովյան հոգեբանական մեսենջերի վրա կարող եք գրել, կարող եք ուղիղ եթերի տակ հարցեր տալ, համեցեք, սիրով կպատասխանեմ, տեսություն։